Թումանյանի թանգարանը ներկայացնում է «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը։ Այն լույս է տեսել «Հազարան բլբուլ» խորագրի ներքո եւ ամփոփում է հայկական ժողովրդական հեքիաթների ամենահետաքրքիր շերտերից մեկին նվիրված Երևանյան գիտաժողովի հոդվածների շարքը, ներկայացնելով դրա բանահյուսական եւ գրական տարբերակները, թարգմանություններ, փոխադրություններ եւ վերապատումներ։ «Ոսկե դիվանը», որ ստեղծվել է Թումանյանի թանգարանում, հեքիաթագիտության բաժնի հետ միաժամանակ կայացման տևական ճանապարհ է անցել եւ այժմ արդեն նաեւ առաջընթաց է գրանցել միջազգային գործակցության ոլորտում ու աշխատում է ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների հետ։ Մենք ունենք նաև այսօր շատ ներկայանալի միջազգային խորհուրդ պարբերականի եւ այդ խորհրդի անդամներից են բավականին հայտնի բանագետներ եւ հեքիաթագետներ։ Մենք ունենք օրինակ մեր խորհրդի կազմում, ես դա իսկապես ձեռքբերում եմ համարում, այսօր հեքիաթի լավագույն թարգմանիչներից մեկը համարվող ռուսական հեքիաթի հայտնի թարգմանիչ Ռոբերտ Չենդլերը, Լոնդոնից մեր անդամը մեր խմբագրական կազմի Ջոնաթան Ռոբերը, որը հայտնի բանագետ է Անգլիայից, թեև այսօր նա հանդիսանում է Տարտուի համալսարանի պրոֆեսոր։ Մեր խմբագրական խորհրդում է նաև հայտնի գելտոլոգ Հյուսիսային Իռլանդիայի համալսարանից մեկի պրոֆեսոր Մաքսիմ Ֆոմինը, որը իդեպ շատ սերտ համագործակցել է, մենք միասին իրականացրել ենք Գելտո Արմենիկա ծրագիրը։ Արդեն 3 տարի է, ինչ Թումանյանի թանգարանը նաև Եվրոպայի հեքիաթի ուղին միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամն է։ Ընկերակցությունը միավորում է համաեվրոպական մի շարք կառույցներ եւ համախմբում մանկական գրականության, հեքիաթագիտության եւ բանահյուսական ոլորտի մասնագիտական ներուժը։ Վարդուհի Բալոյանը, որ Եվրոպայի հեքիաթի ուղին ասոցիացիայում ներկայացնում է Թումանյանի թանգարանը եւ միաժամանակ ընկերակցության գիտական խորհրդի անդամ է, փաստում է, կառույցը ազդեցիկ միջազգային հարթակ է մեր ժառանգությունը հանրահռչակելու համար։ Եվրոպայի հեքիաթի ուղին, ինչպես որ կազմակերպությունը նշում, զուտ զբոսաշրջային ուղի կամ երթուղի չէ, այլ մշակութային լայն հաղորդակցման ուղի է, որը ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը տարբեր կերպ մշակութային հաղորդակցման, գիտական եւ գրական հաղորդակցման հնարավորություններ։ Եվ թանգարանը ավելի տեսանելի է դառնում այդ համագործակցության շնորհիվ եւ կարողանում ավելի գրագետ հաղորդակցվել եւ համագործակցել։ Իդեպ Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների ամենամյա ֆորումն այս տարի կանցկացվի Երևանում սեպտեմբերին մայրաքաղաքում համախմբելով հայտնի գործիչների քննարկելու ազգային մշակույթների երկխոսության եւ գործակցության նոր հնարավորությունները։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։